Ընկերներ բարև ձեզ, խաղաղություն ձեզ, ես իրադարձություններից եմ ուզում խոսամ, ես իշխանություն, եկեղեցիներ եւ այլն։ Ճիշտն ասած խոսքս ուղիղ ուղղում եմ եկեղեցավորներին, քահանաներին, ովքեր որ հավատում են Աստծուն։ Այդ ինչ մի ընկերներ խնդիր է, որ դուք 2 ամսով գնաք կալանավորվեք։ Ինչ մեծ տես բարդություն կա դրա մեջ։ Միթե Աստծո գործերը քննող եք, եթե Աստված ձեզ ուղարկում է կալանավորելու, դուք էլ արդար եք, երևի այդ կալանավայրում իրականում քարոզչության կարիք կա, փրկության կարիք կա, մարդիկ կան, որ իրականում պետք է խոսան։ Ուրիշ բան է ինչ որ սովորական մեկը գնա 2 ամիս կալանավորվի, ուրիշ բան է քահանան, որ 30-20 տարի ծառայում Աստծուն գնա կալանավորվի իրականում։ Գիտես, միտեղ Պողոսը, որ կալանավորվել էին, երգում էին, երկրպագում էին, ցնծում էին այդ բանտում։ Գրածը ձեր Աստվածաշնչի մեջ է գրած, դա ինձ չեմ հորինում։ Ամեն անգամ որ կալանավորվում էին, հալածվում էին, քարկոծվում էին, ծեծվում էին, իրականում ուղիղ քահանաներ ջան, ուղիղ ցնծում, այնտեղ աղոթք ու երկրպագություն էին բարձրացնում։ Բայց դուք ելել եք պատերազմ եք անում մարդու դեմ։ Գիտեք, ամոթանք եք տալիս են իրավապահներին, որ նրանք էլ օրենք հրաման են ստացել, որ պետք է կատարեն իրականում։ Գիտես, Քրիստոսին ծառայողը, Քրիստոսին պետք է Քրիստոսին նման լինի։ Երբ որ եկան այտենց զորքերով, մորքերով նույն իրավիճակը, եթե ձեզ ներկայացնեմ, եկան Գեթսեմանի պարտեզում գիշերը Քրիստոսին կալանավորելու, Քրիստոս ասեց ես եմ։ Եթե ինձ եք ուզում, սրանց ասեց բաց թողեք, թող գնա։ Իր աշակերտների մասին էր խոսում։ Ու գիտես, լու ու համեստ առանց մի ավել բառ պայքարելու, ավել բառ ասելու, գնաց իր չարիքը քաշել իրականում։ Ու գիտեր դաժե իր այդ ինչա լինելու, ինչ են անելու, ինչ չեն անելու։ Լու դաժե իր այդ օգնականներից Պետրոսը իր հանեց թուրով ականջը կտրեց, ասեց թուրը տեղը դիր։ Ու ինքը գնաց իր գործը անելու։ Խի ձեր տիրոջից, ում որ կանչում եք Տեր, օրինակ չեք վերցնում, ընկերներ։ Ուզում եմ հասկանամ, ինչ է Քրիստոսին ասում Տեր, բայց ձեր պահվածքն ու նմանությունը բացարձակ ուրիշ տեղ է տանում։ Հիմա նա խոսքս էլ ուղում եմ իրականում Գյումրիի քաղաքապետին, այս մի քանի օր առաջ ձեր խոսքերի մեջ տեսա, որ ասում եք, որ եթե բոլորին լսենք հայ ազգի ժողովրդին, մի կես ուզում եմ մյուսին սպանի, խոսում են եւ այլն, ինչ որ իրար դեմ չար բառեր են ասում, հա բաժանություն կա, ընդունում եմ, քաղաքական առումներով եւ այլն։ Բայց որ դուք գնում եք եկեղեցի ու ծնկի եք գալիս, ու ընդունում եք Քրիստոսին որպես Տեր, հա, ձեր Տերն էլ սենց արտահայտություն արել։ Ասել է ամեն ձեր բառի համար հաշիվ եք տալու։ Չի ասել ամեն նախադասության, ասել է ամեն բառի համար հաշիվ եք տալու Աստծուն։ Ոնց կարելի է մտածել, դե ոչինչ, խոսացել են, ոչինչ, դրա համար արժի մարդուն դատապարտել կամ դատել կամ։ Գիտես, եթե մենք խոսքի արժեքը չիմանանք, իրականում, էլ ուր է պետք, ում է պետք մեր ապրելը։ Մի այլ տեղ էլ առակած գրքում գրած է, հաստատ կարդացած կլինեք, ասում է իշուրթերը զսպողը քաղաք գրավողից զորավոր է, հա։ Եթե մեկը կա Հայաստանի Հանրապետությունում, որ կարում է բարկության ժամանակ իշուրթերը զսպի, չասի դե ովքեր էին սրանք եւ այլն, հա։ Չինգիս խանից զորավոր է, չգիտեմ, Ալեքսանդր Մակեդոնացուց զորավոր է, ուղիղ ձեզ ասում եմ, հա։ Բայց ընկերներ, եթե ծնկի եք գալիս Աստծո առաջ, ու ասում եք Տեր, նաեւ պահեք իր պատվիրանները, որը ուղիղ խոսացել է, գրքի մեջ գրված է, սևով սպիտակի վրա, փաստացի գրված է։ Այնց որ հոգեվորականներ ջան, եթե ձեզ ուղարկում են իրականում կալանավայրեր, գնացեք։ Երևի արտության ժամանակ է եկել, որ կալանավայրերում քարոզեք ու Աստծո խոսքը բարձրացնեք, որովհետև ասում է բանտարկված է, ասում է ու չեկաք ինձ այցելության։ Շատ լավ հնարավորություն է, որ գնաք այսօր այցելության։ Բանտարկված մարդիկ իրականում Քրիստոսի որդիներն են։ Ասում է սրանցից մեկին արիք, ինձ արիք, իրականում փրկության սպասող մարդիկ կան, ընկերներ, ճշմարտությունով ասում եմ։ Գիտեք, նույն Բագրատ Սրբազանը ու մնացած սրբազանները, երբ որ ձեզ կալանավորում են 2 ամիս, հա եթե 2 տարեկան երեխա ունենայիք ու մտածեք, որ ո՞րբ է մնում ձեր բալիկը, ընդունում եմ, կարելի է իրականում ասել չար բան եք անում, բայց դուք արդեն մեծ եք, ձեր երեխեքին, չգիտեմ, չնայած դուք երեխեք չունեք, ով էլ որ լինի, դուք իրականում հոգսանող չունեք, որ այնտեղ 2 տարեկան բալիկ կա, հա։ Ես ունեմ 3 տարեկան, 4 տարեկան երեխա ունեմ, որ ինձ կալանավորեն սրտից ցավ կլինի, մամա էլ չունեն, ասեմ ընկերներ, իրականում դա ճիշտ ու արդար չի։ Բայց դուք ինչ ունեք, գնացեք ձեր քարոզչությունն արեք, դուք Աստծո հետևորդն եք, ուրացել եք ձեր կյանքը ու ձեր խաչը վերցրել եք։ Ու մի հատ ուրիշ բան, եթե իրականում դուք լուսավորված եք ու բոլորը ոչ լուսավորված են ու դուք հասկանում եք, որ այս իշխանությունը չարից է, ընկերներ, միթե ձեր Աստծո ձեռքը կարճացել է, որ սրանց իշխանությունից հանի։ Եթե ասեք հա, ուրեմն ձեր Աստված զորություն չունի, որ իր կամքը կատարի այս երկրի վրա, բայց դա տենց չի։ Եթե Աստված դրել է ինչ-որ իշխանավորի, թե տանելու դեպի չարը, թե տանելու դեպի բարին, դա էլի Աստծո կամքն է։ Պետք է դուք հնազանդվեք Աստծո կարգին, որտեղ էլի նորից գրված է, օրհնեցեք ձեր իշխանավորներին իրական։ Ասում է, երբ որ չար չանես, Պողոսն է ասում, ընկերներ։ Ասում է, որ չար չանես, չես էլ վախենա իրական։ Երբ որ գալիս են ձեր տները խուզարկելու, բաց եղեք ընկերներ, բացեք դռները, ասեք մտեք, սուրճ հյուրասիրեք, օրհնեցեք ձեր թշնամիներին։ Եմ որ ասում եմ տվեք ընկերներ,
Գնացեք այդ կալանավորելու, եթե ձեր հետ ասում եմ մի մղոն են ուզում քայլեն, երկուսը գնացեք ընկերներ, եթե ձեզ 2 ամիս են բանտարկում, 4-ը գնացեք ընկերներ, 4-ը, որովհետև այնտեղ փրկվողներ կա, եթե Աստծո կամքն է ձեզ որ տանեն բանտարկելու տեղը, ուրեմն Աստվածի ի սկզբանե գիտեն ու նախատեսել է։ Ինչի եկը տենց պայքարում Քրիստոսի աշակերտները, որ Քրիստոսի աշակերտներն են փախան, բայց այսօր նայում եմ, ասում եմ, երանելի կլիներ, որ ձեր նմանները իրականում Քրիստոսի կողմն էին, այտենց պայքարեն, որ մեր Աստված չխաչվեր իրականում։ Բայց չէ որ դուք կեղծավորություն եք անում ընկերներ։ Սրանով է ուզում գնացեք ձեր սրտերը քննեք 2 ամիս ժամանակ կա հոգեվորականներ մտեք այդտեղ մտեք աղոթեք 2 ամիս ունեք ուղիղ Աստծո հետ հարաբերություն ունենալու նստելու քննելու քննարկելու հասկանալու ապաշխարելու մոտենալու ասում։ Ինչ կա այդ կալանավայրի տեղը որ այտենց չկամենալով չեք կամենում գնաք։ Սրանով է ուզում կիսվե ընկերներ։ Ապաշխարեցեք ընկերներ, ապաշխարեցեք։ Ձեր տիրոջը որ կանչում եք Տեր, նրա խոսքերը պահեցեք, ասում այն չեք ինձ ասում Տեր, բայց իմ ասածները չեք պահում, ընկերներ։ Այո, ամեն խոսքի համար պետք է մենք պատասխան տանք։ Շուրթերը զսպողը զորավոր է քաղաք գրավողից, ուղիղ ձեզ ասում եմ։ Սրանով է ուզում կիսվե ընկերներ, հոգեվորականներ, խաղաղություն ունեցեք։ Քրիստոսը ձեզ խաղաղություն է տվել։ Ասում խաղաղություն եմ տալիս ձեզ։ Սրանով է ուզում կիսվե ընկերներ, թող Աստված ձեզ օրհնի։ Ամեն դեպքում որտեղ էլ որ լինեք, կլինի խավարում, կլինի բանտերում, ազատության մեջ։ Թող որ ճաշակեք ու ճանաչեք, թե ով է ճշմարիտ Աստված ու խաղաղություն ունենաք։ Սրանով է ուզում կիսվե ընկերներ։ Օրհնում եմ ձեզ, հանուն Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։